Կենտրոնական բանկին ենք հիմա այս օրենսդրությամբ տալիս լիազորությունը, բայց սա մրցակից ոլորտներ են, տրամաբանված չի այստեղ շահագրգիռ մարմնին ոլորտը վերահսկելու լիազորություն տալը։ Մենք տեսել ենք, որ ինքը այս ոլորտը նախկինում սահմանափակել է ու ինքը այս ոլորտին նայում է բացառապես ռիսկերի տեսանկյունից, իսկ օրինակ բարձր տեխնոլոգիական նախարարությունը 2019 թվականից այս ոլորտը համարում է գերակա ճյուղ, այսինքն ստացվում է, որ մի կառույցը ասում է, սա ռիսկեր է, սա խնդիրներ է, հեռու մնացեք սրանից, մյուս կառույցը ասում է, սա իմ համար գերակա ճյուղ է, սա կարևոր ինովացիոն ոլորտ է, որտեղ մենք պետք է զարգացնենք, ու մենք տալիս ենք 99% հնարավորություններով ու 1% ռիսկերով այս ոլորտը նրան, ով որ ռիսկերն է կառավարում ու դրա արդյունքում բաց ենք թողնում այն ահռելի մեծ հնարավորությունները, որը որպես պետություն չարժի բաց թողնել։ Սա մենակ բիզնեսների տեսանկյունից չեմ ասում, որովհետև այս ոլորտը գլոբալ է։ Մենք կարող ենք ծառայություն մատուցել ցանկացած այլ երկրում գործունեություն ծավալելով ու այդ երկրին օգուտներ տալ, երբ որ իրանց մոտ են գրանցվում, իրանց մոտ են հարկեր տալիս։ Այստեղ պետությունն է կորցնում հնարավորություններ, երբ որ այս ոլորտի համար պարարտող ու լավ միջավայր չի ստեղծում ու տրամաբանված կարգավորում չի մոտեցնում։